Այլ տեսականորեն արգանդի վզիկի քաղցկեղը կարելի է ուղղակի պատվաստումներով այնպես անել, որ ընդհանրապես այդ հիվանդություն չլինի։ Իսկ ռիսկի խմբում հիմնականում ովքեր են գտնում, որ տարիքի կանայք։ Ռիսկը սկսվում է այն պահից, երբ որ կինը սկսում է սեռական կյանքով ապրել, քանի որ վիրուսը տարածվում է սեռական ճանապարհով։ Դրա համար միջին տարիքը համարվում է 18-ից 20 տարեկան, երբ որ դրանով վարակվում են։ Պիկ հասնում է 35-ից 45 տարեկան կանանց։ Իսկ առաջին ախտանշանները, որ մարդը կարող է հասկանալ, որ իր մոտ արդեն սկսվում է նման խնդիր, ինչ ախտանիշներով է արտահայտվում։ Արգանդի վզիկի քաղցկեղը ունի ախտանիշ, որը որ կոչվում է պոստկոիտալ արյունահոսություն, այսինքն ինձ կյանքով կինը որ ապրում է, այդ ակտից հետո կարող է լինի արյուն։ Կամ այսպես մսաջրի նման արտադրություններ, բայց դրանք սկզբնական փուլում չեն առաջանում, դրանք առաջանում են առաջի B, երկրորդ, երրորդ, չորրորդ փուլում արդեն։ Այնպես որ ես խորհուրդ չէի տա այդ ախտանիշների վրա հիմնվել։ Իսկ երբ որ դիմում են, երբ որ արդեն կա խնդիր, ինչ հիմնական ախտորոշում է իրականացվում, ինչ հետազոտություններ են իրականացվում։ Դե քանի որ տեսեք, վարակվելու պահից վիրուսը անցնում է փուլեր, այսինքն վարակվելու պահից մինչև քաղցկեղ զարգանալը միջինում 10 տարի է տևում։ Պրոցեսը տևում է 10 տարի։ Սկզբնական փուլերում դա լինում է նախաքաղցկեղ, որը շատ հեշտ բուժվում է, այսինքն այն կանայք, որոնք տարին մեկ անգամ արգանդի վզիկից պապքսուկ են հանձնում, պապիլոմավիրուս են հանձնում, այդ վիրուսի անալիզն են հանձնում, նրանք համարյա թե երաշխավորված այդ քաղցկեղը չեն ունենա, որովհետև նա նախաքաղցկեղի փուլում կարելի է վերացնել։